Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչները։ Հունիսի 4-ին հայտնել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։ Քննարկմանը կողմերն անդրադարձել են հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանն առնչվող հումանիտար հարցերին։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դրական է գնահատել հանդիպումը, իսկ ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Աբազյանի խոսքով շահագրգռված են, որ օր առաջ արդյունք ունենան։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանը սահմանային իրադրությունը գնահատում է հարաբերական կայուն, այս մասին նա նշել է հունիսի 4-ին խորհրդարանում։ Միաժամանակ, սակայն, Ասերյանը հաստատել է, որ կրակոցներ հնչում են։ Դրանք նպատակային են, թիրախային չեն, այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, այդ մասին մեր գերատեսչության պաշտոնական լրահոսում տեղեկացվում է, ասել է նա։ Դիտարկմանը, որ Բաքվից հերքում են, սա ասելով, որ իրենք կրակ չեն բացում, Ասերյանը արձագանքել է, որ սրա նպատակն է մեր զինվորներին ու բնակչության լարված մթնոլորտում պահել։ 2018 հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ։ Հունիսի 4-ին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, նշելով, որ մարդիկ Հայաստանում սկսել են 50%-ով ավելի լավ ապրել, քան 2018-ին։ Նա նաև ներկայացրել է 2025-ի ապրիլի դրությամբ բոլոր աշխատողների աշխատավարձային ֆոնդը, որը կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ 2018-ի համեմատ ավելին։ Միաժամանակ ըստ վիճակագրական վերջին տվյալների Հայաստանում գործազրկությունը հասել է 13,9%-ի։ Հունիսի 4-ին Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի հաստատված մեկ դեպք, սա հիմնականում օծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է։ Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Կլինիկական ախտանիշներն են գլխացավը, մկանացավը, ցավը, հոդացավը եւ գլխապտույտը։ Համացանցում լայն տարածում ու դրական արձագանք է գտել հայկական երաժշտության ներքո հայուհու եւ հույն երիտասարդի պարը, որը փորձում է հայկական պարել։